Իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով Իդեալ համակարգի ցանկացած խալոցրահ։ Հայաստանը 2022-23 թվականների ընթացքում Հնդկաստանի հետ ավելի քան 1.5 միլիարդ դոլարի, իսկ Ֆրանսիայի հետ 250 միլիոն դոլարի պաշտպանական պայմանագրեր է կնքել։ Այս մասին ասվում է միջազգային հարցերի ռուսաստանյան խորհրդի ռուս-հայկական փոխգործակցությունը ժամանակակից փուլում զեկույցում։ Հայաստանը Կիպրոսին առաջարկել է համագործակցության աստիճանը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի, իսկ Կիպրոսից դրական ազդակներ են ստացվել այդ առաջարկի վերաբերյալ։ Հայաստանում է Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը։ Բարի օր, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, ուղիղ եթերում մեկնարկում ենք կարևոր թեմաների քննարկումը։ Եվ այսպես Հայաստանը 2022-23 թվականների ընթացքում Հնդկաստանի հետ ավելի քան 1.5 միլիարդ դոլարի պաշտպանական պայմանագրեր է կնքել։ Այս մասին հղում անելով երկրի խորհրդանում արված հայտարարություններին ասվում է միջազգային հարցերի ռուսաստանյան խորհրդի ռուս-հայկական փոխգործակցությունը ժամանակակից փուլում զեկույցում, որին ծանոթացել է ռուսական Վեդոմոստին։ Հայաստանի մյուս խոշոր ռազմական գործընկերը Ֆրանսիան է։ Այս երկրի հետ 2023-24 թվականներին Երևանը շուրջ 250 միլիոն դոլարի սպառազինության պայմանագրեր է կնքել։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակից Ռուսաստանի հետ 400 միլիոն դոլարի վերջին պաշտպանական գործարքը Երևանը կնքել էր դեռևս 2021-ին, այն մինչև օրս ամբողջությամբ չի կատարվել, նշվում է զեկույցում։ Ինչպես գրել էր Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների ուսումնասիրության ինստիտուտը, 2011-2020 թվականներին Հայաստանի սպառազինության ներմուծման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը հասնում էր մինչև 94%-ի, սակայն արդեն 2024 թվականին այն նվազել է մինչև 10-ը, ինչպես նույն թվականի մարտի սկզբին հայտարարել էր Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայկական հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Հայաստանը 2020 թվականին ռազմատեխնիկական իր ամբողջ համագործակցության 96%-ը Ռուսաստանի Դաշնության հետ էր։ 2021 թվականի հունվարից մինչև այսօր մենք մի քանի միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել տարբեր երկրների հետ, միլիարդներ, այո, եւ այդ պայմանագրերի, իհարկե սա տարիների համեմատություն չի, 2021-ի հունվարից մինչև այսօր, բայց այդ պայմանագրերի մեջ այս պայն Ռուսաստանի ծավալը 10%-ից էլ ցածր է կազմում, այսինքն 96%-ից Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը հասել է 10%-ից ավելի քիչ թվի։ Հայաստանի սպառազինության շուկայում Ռուսաստանի մասնաբաժնի նվազման պատճառը, ըստ զեկույցի հեղինակների, այն է, որ Ուկրաինայում շարունակվող մարտական գործողությունների հետևանքով մատակարարումների հետ կապված բարդություններ կան, սակայն Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ Ռուսաստանից միտք է հնչել, եթե Հայաստանին զենք վաճառեն, Հայաստանի դիրքորոշումները կկոշտանան։ Ի դեպ Հայաստանի հետ շարունակվող սպառազինությունների մրցավազքի ֆոնին այսօր հայտնի է դարձել, որ ամերիկյան ռազմաարդյունաբերական հսկաները, ինչպիսիք են Lockheed Martin-ն ու RTX-ը բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներ են ունեցել Բաքվում համաձայնությունների հասնելու հույսով։ Այս մասին հաղորդում է Globes-ը։ Պարբերականը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի Բաքու այցի հետևանք է, հիշեցնելով, որ նախորդ Սպիտակ տան վարչակազմի օրոք Կոնգրեսն ընդունել է 2023 թվականի Հայաստանի պաշտպանության մասին օրենք անվամբ օրենքը, որը արգելափակում է պետքարտուղարի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը թույլատրելու ցանկացած հնարավորություն։ Այժմ զրուցելու եմ ռազմաարդյունաբերության ոլորտի փորձագետ Հավետիք Քերոբյանի հետ։ Ողջույն, պարոն Քերոբյան, շնորհակալություն միանալու համար։ Պարոն Քերոբյան, եւ այսպես հրապարակված զեկույցի տեղեկությունների մասով, 1.5 միլիարդ Հնդկաստանից, 250 միլիոն դոլարի սպառազինություն Ֆրանսիայի հետ եւ այլն։ Հայաստանը կարդինալ, այս թվերից, ծավալներից հետեւություն են կանում, որ Հայաստանը կարդինալ փոխում է իր սպառազինության աշխարհագրությունը եւ այս գործընկերներն արդեն իսկ փոխարինել են մեր ավանդական գործընկերոջը։
Դա գաղտնիք չէ, իհարկե, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական ընկել է հետին պլան, ոչ վերջիններին Ռուսաստանի մանկահարմոնության պատճառով մեր սպառնալիություն մոտակայքում, չնայած ինչպես ասացիք, Ադրբեջանի հետ որոշակի համագործակցություն կա, բայց այստեղ պետք է նշել Ադրբեջանի կարիքները ինչ որ չափով Հայաստանի կարիքներից տարբերվում են։ Բայց Հնդկաստանի եւ Ֆրանսիայի հետ զարգացող ռազմատեխնիկական համագործակցությունը դա նույնպես նորություն չէ, դա սկսվել է դեռ Հնդկաստանի 2018 թվականից, Ֆրանսիայի հետ համագործակցությունը զարգանում է 2022 թվականից եւ այն թվերը, որ Անվտանգության խորհրդի խաղողարը դրանք իհարկե բնականաբար երկար տարիների համար են, տարիների կտրվածքը մի տարվա համար չի, բայց այստեղ պետք է ասենք, որ այո, վեկտորը փոխվել է ռազմատեխնիկական համագործակցության եւ Ֆրանսիան եւ Հնդկաստանը դարձել են մեր առաջնային գործընկերները։ Մասնավորապես նոր սպառազինությունների ձեռքբերումը, եթե օրինակ կենտրոնանանք հենց այս հրապարակային հայտնի տեղեկությունների վրա, իրենից նաև այդ զենքերը, իրենից ենթադրում են բավականին մեծ աշխատանք, նկատի ունեմ տարբեր կառույցների ներգրավում, այնուհետև դրանց ընդհանուր մինչև զինված ուժերին բանակին տրամադրումը, հազար ու մի հարց կա։ Կարող ենք ենթադրել, որ հենց այս զինատեսակների կամ սպառազինության ձեռքբերմամբ է նաև տեղի ունենում բանակում, այսպես ասենք, ռեֆորմը ավելի ժամանակակիցվում է մեր բանակը։ Լավ կներ, որ այդ ռեֆորմը իրական տեսք ստանար, բայց պետք է ասել, որ սպառազինության նոր տեսակների ձեռքբերումով միայն ռեֆորմը չի կարող տեղի ունենալ, այն պետք է զուգակցվի եւ ուսուցման նոր մեթոդներով եւ պատրաստության նոր մեթոդներով եւ ընդհանրապես բանակի գործողության սպեցիալիզացիայի կտրուկ փոփոխությունով, որովհետեւ ինչպես 20 թվականի պատերազմը ցույց տվեց եւ 19-ին նույնպես մեր բանակի պատրաստության ձևը եղանակը չի բխում եւ չի համապատասխանում ներկա մարտահրավերներին։ Ես իհարկե որ բավականաչափ նույնիսկ տեղական արտադրության սպառազինություն պատակարարում է բանկին, բայց ամեն դեպքում այն կառուցվածքային փոփոխությունները, որ այսպես հայտարարվում են բանակում եւ մասնագիտական պատրաստության ստուգումները, այսպես կոչված ատեստացիան, որ անցկացվում է, թույլ է տալիս ենթադրել, որ բավականաչափ արագ չեն կատարվում այս բարեփոխումները, եթե ոչ չասենք նրա մասին, ես չասենք նրա մասին, որ ընդհանրապես չեն կատարվում։ Դրա մասին է վկայում նաև տարատեսակ երկար տարիներ տևող թղթաբանություն, այսպես աշխարհազոր տեղային պաշտպանություն, տարածքային պաշտպանություն, խոսում են օրենքներ են ընդունում, բայց իրականում որևէ լուրջ եւ կտրուկ փոփոխություն, որը կարող է մարտադաշտում առավելության բերել մեր հավանական հակառակորդների նկատմամբ, տեղի չի ունենում։ Շատ լավ, ինչ վերաբերում է օրինակ նույն ռուսական սպառազինությունների ծավալների այսպիսի հսկայական անկումը, Հայաստանի կողմից հետաքրքրության նկատի ունեմ։ Դա ըստ ձեզ զուտ պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը ուշացրել է, չիմատակարել կամ ժամկետներ է խախտել, զենքեր առաքելու Հայաստանին։ Ոչ միայն դա, բայց պետք է հիշենք նաև, որ հայկական կողմից տարատեսակ պարզեցության պաշտոնյաների բերանով հնչեցել են ռուսական սպառազինության նկատմամբ թերահավատություն, անվստահություն, հակագովազդ, որի պայմաններում ակնկալել, որ կողմերը կշարունակեն նախկին վստահությամբ համագործակցել, ուղղակի չի կարելի։ Ես կուզեմ հիշեցնել 2021 թվականի սկզբին փետրվարին ավելի ճշգրիտ վարչապետի Իրանից հնչած այն արտահայտությունը, որ Իսկանդերը 10%-ով է պայթել կամ ընդհանրապես չի պայթել, ենթադրությունների տեսքով իհարկե, որովհետև նա ինչպես միշտ ամեն ինչ ասում այնպես, որ խոսքերը որպես ապացույց չկարողանան բերել, բայց ամեն դեպքում այդ վարքագիծը, այդ օրինակ վարքագիծը չի կարող հետևանքներ չունենալ։ Իհարկե գիտենք, որ Ռուսաստանը խնդիրներ ունի սեփական զորքերին սպառազինության ապահովելու ենթադրելով այն բանից կամ
եզրակացնելով այն բանից, որ հյուսիսկորեական, չինական սպառազինություն են ձեռք բերում, անկած են տարբեր երկրներից, այդ թվում նաև նախկին խորհրդային արտադրության հարիկան երկրներից, որովհետև եվրոպական երկրները դրանք Ուկրաինան են մատակարարում, բայց Ռուսաստանի վիճակը ամեն դեպքում 2022 թվականին սկսած պատերազմի սկզբում նախանձելի չէր եւ հետո էլ իրենց վիճակը հաշվի առնելով որ մարտադաշտում հաջողությունները շատ մեծ կորուստների գնով են ձեռք բերվում ավիացիայի կորուստներ ունեն հետանեն համակարգերի զրահատեխնիկայի հսկայական կորուստներ ռուսները այսպես ասած իրենց են պահում հաշվի առնելով որ մարտական գործողությունները այս պատերազմը դեռ կարող է տևել Այսինքն Հայաստանի համար կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններ, որ ռուսական սպառազինությունը հետաքրքիր չէ։ Եվ ել եմ կրկնում, դա միայն Ռուսաստանի մեղքով չէ։ Հայկական պաշտոնյաների, հայ պաշտոնյաների կողմից հնչեցվել են նաեւ ուղիղ մեղադրանքներ ռուսական զենքի անորակության, ռուսական զենքի անհուսալիության վերաբերյալ, ել եմ ասում, դա չէր կարող հետևանքներ չունենալ։ Շատ լավ, այս սպառազինությունների, նոր ձեռք բերվող սպառազինությունների կամ պայմանագրերի, պարզ է, որ որոշակի փուլ են անցնելու, որոշակի ժամանակ է տևելու, որքան է սովորաբար լինում այդ գործընթացը, մինչև սրանք, այսպես ասած, տեղավորվում են մեր բանակի մսի արյան մեջ, դառնում են մեր բանակի մի մասը։ Դե հաշվի առնելով, որ ընդհանրապես համակարգային փոփոխություն է տեղի ունենում, օրինակ մեծ դրամաչափի հրետանին 152-ից անցնում է 155-ի, ընդ որում հնդկական սպառազինությունը որոշակի նաև ավտոմատացում ունի, որին դեռ պետք է սովորել։ 1-ից 2 տարին կարծում եմ, որ դա սովորական այդպես միջին ժամանակն է, որպեսզի այս սպառազինությունը կարողանանք ընդհանուր առմամբ համարել, որ յուրացրել ենք։ Բայց դրա հետ միասին եմ կրկնում, շատ կարևոր է մասնագիտական պատրաստությունը, շատ կարևոր որպեսզի հրետանավոր մասնագետները, այսինքն արհեստավարժները դրան առաջին հերթին յուրացնեն, ոչ թե չպետք է դա կատարվի ժամկետային ծառայողների ներգրավմամբ, նաև որպեսզի բանակում կուտակվի եւ նստված կա այդ փորձը։ Ինչ վերաբերում է հակաօդային պաշտպանության համակարգերին, որոնցից նույնպես Հնդկաստանի ձեռք է բերում, դրանք ավելի երկարատև այսպես յուրացման ժամանակ են պահանջելու, որովհետև մեր հակաօդային պաշտպանության ուժերը այսպես ավանդաբար ռուսական արտադրության կամ խորհրդային արտադրության տեխնիկայի վրա են նստած եղել կամ տեխնիկային են սովորել եւ ուսուցումներ կատարվել է մեր այսօրվա հոպի սպաների մեծ մասը իրենց ուսուցումը անցել են հենց այդ խորհրդային տեխնիկայի վրա եւ վերապրոֆիլավորումը նոր համակարգի համակարգերի ընդ որում եւ ավտոմատացման տարբեր աստիճանով եւ կիրառման առանձնահատկությունների ուրիշ ձևի մանավանդ որ մեր պայմանները նրանք երբեք չեն շահագործվել Հայաստանում երբեք չեն շահագործվել նման տեխնիկա դա ավելի երկար ժամանակ է պահանջելու բայց դրա հետ միասին նաեւ հաշվի առնելով որ տեխնիկան ավելի արդիական է, այսինքն մշակվել եւ սպառազինության են ընդունվել ավելի ուշ, դրա արդյունավետությունը կարծում եմ որ ավելի բարձր է լինելու, հաշվի առնելով որ նախկին, այսինքն հին տեխնիկայի նկատմամբ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ կան մշակված, ռադիոէլեկտրոնային խափանումները դրանց նկատմամբ ավելի այսպես ազդեցիկ են, նորը ավելի կայուն է կարելի ասել եւ արդյունավետությունը որոշել ավելի բարձր։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ։ Զրուցակիցս ռազմաարդյունաբերության ոլորտի փորձագետ Ավետիք Քերոբյանն էր։
Շարունակում ենք Հայաստանում է գտնվում Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը։ Երեկ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Կիպրոսի իր գործընկերոջ հետ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Կիպրոսին առաջարկել է համագործակցության աստիճանը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի, իսկ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահն իր հերթին դրական արձագանքել այս առաջարկին։ Սիմոնյանը հայտնել է, որ Դիմիտրիուի հետ հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր։ Մեր կողմից նաև առաջարկ եղավ բարձրացնել մեր համագործակցության աստիճանը ռազմավարական գործընկերության մակարդակի, եւ տիկին Դիմիտրիուն իր կողմից դրական արձագանքեց այս առաջարկին, ասել է Սիմոնյանը։ Նշեմ, որ Հայաստան, Հունաստան, Կիպրոս եռակողմ ձևաչափով պաշտպանական խորհրդակցություններ եւ համատեղ զորավարժություններ են տեղի ունենում արդեն մի քանի տարի։ Հայաստանը եւ Հունաստանը արդեն ստորագրել են ռազմական համագործակցության համաձայնություններ, որոնք կսերտացնեն երկու երկրների զինված ուժերին։ Հիշեցնեմ նաև, որ դեռևս 2019 թվականին սպասվում էր Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով առաջին գագաթնաժողովը, սակայն պանդեմիայի եւ 44-օրյա պատերազմի հետևանքով այն հետաձգվեց։ Եվ այժմ կզրուցեմ հանրային գործիչ Անդրանիկ Աշճեյանի հետ։ Ողջույն, պարոն Աշճեյան, շնորհակալություն մեզ միանալու համար։ Բարև ձեզ։ Պարոն Աշճեյան, նախ սկսենք այս տեղեկությունից, որ նախատեսվում էր եռակողմ գագաթնաժողով Հայաստան-Հունաստան-Կիպրոս, հա։ Ես նշեցի պատճառները, թե ինչու հետաձգվեց, այս գագաթնաժողովի տեղի ունենալը կամ այսպես ասենք դրանով իսկ գուցե նաև գործակցության ավելի մեծ բարձր մակարդակ ազդարարելը հիմա եւս շարունակում է արդի մնալ մեզ համար։ Գենթատրեմ, որ այո, եւ ադիգ արդեն փաստացիորեն գերեվի Պաշտոնական բարձր մակարդակի այցելություններով փոխանակումներով, որ տեղի ունենան վերջին շրջանին, եւ նամանավանդ ամենաուրախալի երևույթը, որ Երևանի մեջ Կիպրոսի Հանրապետության տեսփանության հիմնադրումը եւ մոդիկ շատ վերջերս Նիգոսիայի մեջ Հայաստանի Հանրապետության տեսփանության հիմնադրումը։ Վստահ եմ, որ այս երկու քայլերը պիտի առավել սադարեն, որ երկու պետությունների միջև նախ ամենօրյա գաբը լա մշտական եւ արդյունքներն լան ավելի աստու։ Պարոն Աշճեյան, տեսեք, Կիպրոսի մասով առաջարկը գործընկերությունը բարձրացնել ռազմավարական երկխոսության մակարդակի, որքանով է սա օրինակ Հայաստանի տեսանկյունից եթե նայում ենք կարևոր, հա, Հայաստանը ինչ առաջնահերթություններ կարող է ունենալ կիպրական կողմի հետ, կամ այլ բառերով ասած Հայաստանը ինչ կարող է քաղել Կիպրոսից։ Ինչպես անցյալին անդրադարձած ենք այս հարցին, Հայաստանը ունի քաղելիք Կիպրոսեն իր եվրոպական միության թեպի մոդենալու, մերցենալու եւ վերջնական անդամակցելու հույսին այդ փորձը, օրինական նորմերու եւ զանազան ոլորտներու մեջ եվրոպական նորմերու հետ նույնացման փորձը։ Կիպրոսն ալ փոքր պետություն մնա, ինչպես Հայաստանի Հանրապետությունը եւ բավական մեծ փորձառություն ունի այս գծով, որպես փոքր պետություն, ոչ հսկա պետություն, ոչ տնտեսական մեծ աղբյուրներու դեր պետություն, եւ դարձած է այլևս 21 տարի է այսօր Եվրոմիության անդամ, եւ Կիպրոսի այս փորձառությունը շատ կորսնական գրնալալ Հայաստանի դեպի Եվրոպա իր ուղին մեջ։ Ասիկա մեկն է, երկրորդը անշուշտ դարաձաշրջանի մեջ գայունության եւ երկխոսության հաստատման մեջ Կիպրոսի փորձառությունը, ինչպես գիտեք, Կիպրոսն ալ ինչպես Հայաստանն ալ այնպիսի դարաձաշրջաններու մեջ կգտնվին, որ հարևաններ իրար միջև եւ նույնիսկ իր մեր պետություններուն հանդեպ գեցվածքներ ունին։ Եվ Կիպրոսը փաստած է, թե արաբ-իսրայելյան, թե արևելյան միջերգրականի բոլոր քաղաքական խնդիրներուն մեջ, որ գրնա գամրջողի թեր ունենալ։ Ես կենթադրեմ, որ Հայաստանն ալ գրնա վերջի վերջո արևելքի եւ արևմուտքի թերմ ունենալ, նկատի առնելով նախ իր դեպի Եվրոպա եւ արևմուտք բարի լավ գաբերը, դեպի արևելք Իրան եւ Իրանեն անտին դեպի Հնդկաստան իր լավ գաբերը եւ ինչու՞ չէ նաեւ դարաձաշրջանի զանազան այլ պետություններու հետ իր ունեցած փորձառությունները։ Այս բոլորը կարծեմ թե միասին տնելով Կիպրոսի փորձը կամ Կիպրոսեն ստանալիք որոշ փորձառությունները Հայաստանը գրնա իքորց տնել, որբեսի խաղաղության խաչմերուկ, ուզենք կոչել
Թրացի երկիրներու հետ հարաբերություններու երկկողմանի հարաբերություններու կամ բազմակողմանի հարաբերություններու բարելավում ամեն ինչը հնարավորություններ ունի, որ Կիպրոսի փորձը կգնա օգտակար դառնալ Հայաստանին։ Իսկ Հայաստանի կողմից պետք է ավելի նախաձեռնողական քաղաքականություն վարվի Կիպրոսի ուղղությամբ։ Նայեցեք, միշտ ասենք որ Կիպրոսի հետ հայության, ընդհանրապես հայության հարաբերությունները եղած են թարերու մեջ կացող եւ թարավոր եւ 1991-ին յետ Հայաստանի վերանգախացում են յետքը արդեն բոլոր հայությանալ եւ նաեւ մեր թրացի կամ բարեգամ ազգերու եւ պետություններու երազնալեր մշակել հարաբերություններ Հայաստանի հանրապետության այս վերամարմնավորումին հետ եւ ադոնք առաջին օրեն սկսան այո գրնան գսել որ բարակաները կամ բادرազմային մտնոլորտը որ գար Հայաստանի մեջ այդ շրջանին գրնալ որ որոշ դժվարություններ դվավ բայց դարիներու ընթացքին տեսանք որ այս երկկողմանի հարաբերությունները նամանավանդ սկսան աճիլ եւ Հայաստանը ունի իր քիդա արդյունաբերական եւ գյուղատնտեսական ոլորտի առաջխաղացները, որոնք Կիպրոսի մեջ կրնան կորս տրվիլ որպես փորձառություններ եւ նաեւ երկու երկիրներն իրար ունին սպասարկություններու ոլորտի մեջ որոշ փորձառություն եւ շուգա իրենց շրջանագին մեջ եւ միջազգային կետնի վրա մենք այո երկու երկիրներս հարուստ պետություններ չենք արդյունաբերական մեծ արդյունքներ ունեցող կամ արդածումներ գդարող, բայց ունենք նաև մեր փորձառությունը եւ մեր բանալի թիրքը աշխարհի թրվածքին մեջ եւ աշխարհակրթության մեջ այս շրջանի, այսինքն հարավային Կովկասի եւ արևելյան միջարգարանի թրվածքին մեջ եւ գրնանք մենք այդ մեր նաև թիրքերը օգտագործել, իսպաս տնել եւ լալ սպասարկումներու ընձայող պետություններ երկիրներ services sector-ը այս տարուս բավական ընդլայնված եւ տնտեսական շատ մեծ շահեր ապահովող սեկտորն է։ Իսկ Կիպրոսը Հայաստանին կարող է հետաքրքիր լինել պաշտպանական տրամաբանության մեջ։ Անպայման, ադիգա արդեն մի փորձ տրված է եւ ինչպես նշվեցավ արդեն երագոմ հարաբերությունները Կիպրոս, Հունաստան եւ Հայաստան մեկ կորձոնն է, երկրորդ կորձոնը որ գեիշեմ մոտ 25 տարի առաջ արձարծված էր այդալ Կիպրոսի բահեստազորքի թերությունը, որը ինչպես Հայաստանի մեջ բարդատիր զինվորական ծառայողությունը գա եւ ապա ծառայությունը ավարտողը բահեստազորքի գոչվի եւ կպատրաստվի եւ բادرազմական թերույթի բادرակային գրնա ամիջապես զորագոչի ընդհարգվի։ Բահեստազորքի Կիպրոսի փորձառությունը այդ ժամանակ հիշեմ շատ հետաքրքրական թվաց էր Հայաստանեն ժամանով զանազան պատգամավորներու, որոնք դիֆենսի կամ որևէ ռազմական կամ զինվորական հարցերով իրենց թերագադարություն ունեին Հայաստանի մեջ։ Այս եւս մեկ փորձ է, որ Կիպրոսի օրենսդրությունը գրնա շատ լավ օրինակ դառնալ Հայաստանին, որովհետեւ բահեստազոր կունենա։ Մի օրինակ, որ 225 թրացի պետություններ, որոնք ոչ հուսանք միշտ, բայց մեզի որոշ վտանգ կենթադրեն ռազմական հարցերով եւ այդ հարցերուն հանդեպ պետք է մենք պատրաստ լինենք, թեև մենք հավատանք եւ կկարողենք, որ մենք երկխոսության եւ խաղաղ գոյակցության գոմնագից պետություններ ենք, երկու պետություններն են։ Ես մենք ասելով զանազանություն չեմ տներ Կիպրոսի Հանրապետության, այսինքն ծննդավայրիս եւ Հայաստանի Հանրապետության, որին մայր հայրենիքս է, եւ այդ իմաստով է, որ մենք կարող օգտագործենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես շնորհակալ եմ։ Զրուցակիցս հանրային գործիչ Անդրանիկ Աշճյանն էր։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, շարունակեք հետևել Առաջինի աշխատանքին։